Ողջույն։ Նանսենի 20։ Նանսենը գիտեք, Անահիտը իրան մի անգամից հողը ուղարկեց։ Այս շենքին մի վաղ ասում էին միլիցեքի շենք։ Չնայած ժողովրդին հարցրեցի, ասին հիմա էլ են տենց ասում։ Դու արդեն բարևել ես, ո՞չ։ Հա, միացրել եմ։ Ողջույն ժողովուրդ ջան։ Միացրած եկարի։ Ստեղ գրադարան կա, հա, հարցրեցի, ասում եմ, իսկ նախկին MVD-ի աշխատողներից ասաց մի 25% է մնացել։ Իրանց մոտ լավ է, մեր մոտ է 10%։ Չէ, մեր մոտ էլ մի այդքան կլինի անետ։ Երևանի նոր վարչական շրջանի Համո Սահյանի անվան գրադարան։ Հոական ինչա չգիտեմ։ Հեսա կիմանակ ինչի ենք եկել, շատ հետաքրքիր գործով ենք եկել։ Մերոնցից Հարություն Ֆուդուլյանը Բարև ձեզ Նեղ ենք համանում Արդեն տես ինչքան մարդ կա Բարև ձեզ Ողջույն Անայդ, ես էլ կամերան բերեմ, գիտես, ընդեղ հետևները միտեղ դնեմ։ Են հետևն աղանում։ Ողջույն, ինչպես եք։ Ինչպես եք։ Ես ինչ լավ բան եք կազմակերպել։ Հա? Արմեն, Աջան։ այսօր ուրբաթա Տիկին Անահիտը եկել է։ Ասի հաստատ Տիկին Անահիտ ոնց է։ Բացել Ուրբաթով խաթել։ եկել եք, հա։ Հեսա, այ ես գնահատում եմ ես։ Մեկ այն գործերը շտարեցին։ Նստեք ստեյանը, Հարություն ջան, չլնի։ ես ուզում եմ բան անեմ, շտացիվով գամ ընդեղ միտեղ դնեմ, էլի զուր։ Դուք ելույթ եք չէ ունենալու։ Հա դե ես ստեղ եմ, հա, ամբողջ օրը։ Բանաստեղծություններ կասեք։ Մի երկու հատ վիդեո ցույց կտամ, մի հատ էլ կենթանի կասեմ, կպրծնի էլի։ Շատ ուրիշ բաներ էլ կան։ Ձեզ միացած փոքր Թումանյանի Արես նոր ատապած։ Հա Իմ ծորմուր ձերագրով գրել եմ Շատ լավ է, մերսի Արմեն ջան։ Ընդեղ մի հատ քարյակ կա, որ հանդիպենք ես պետք է խնդրեմ դուք մի հատ կարդաք Ձայնագրեք։ 53 էջի վրա է Կձայնագրենք, բան կանենք։ Դու Իշի, դու պարկ ես, հա, ինձ, քո ժամանակը։ Այո։ Հանդիպենք, սենց չի մեզ, սենց։ Ինչև ետ եք ստեղ։ Ես շատ եմ, մի 3 ամիս ստեղ եմ։ Այո, Գործեր ունեմ, էդ էլ խոսնակել եմ։ հա, անպայման։ Ես շենց ուտել խմելու գործ էլ կա, հա։ Հա, դու բաժակը վերցրա, Արմեն։ Հաջան։ Գնա այնտեղ դասավորվի, քանի Հա, ես շտացիվը Անայից տեղ միտեղ նստի, ես գնամ կամերան բերեմ։ Ես լավ կամերա է։ Ներողություն։ Չէ, գնամ շտացիվով բերեմ, հանգիստ նկարեմ։ Ինչ լավ հով է։ Ստեղ ներսը։ Իսկ ստեղ դուրսը, ասեմ ձեզ, ամենաշոքորն է այս վերջի ժամանակներում չէ, այս ամառվա մեջ 31 աստիճան է։ Բայց գրադարանում հաճելի էր։
Հետաքրքիր է, Հարություն ասաց հրավիրել են իրան։ Լավ մարդիկ։ Ընտրեմ կինոների։ Բարի օր բարեկամներ, սիրով ողջունում ենք ձեզ և շնորհակալ ենք, որ մեզ հետ եք Համո Սահյան պոեզիայի կենտրոնի նախագահ Նաիրի Սահյանի անմիջական մասնակցությամբ Երևանի Համո Սահյանի անվան գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանի կազմակերպած հերթական հանդիպում միջոցառմանը։ Բարի օր, այո, հաճելի, այո, հերթական, բայց ամեն անգամ յուրահատուկ և ջերմ, որովհետև յուրահատուկ և ջերմ են մարդիկ, ում հանդիպման է հրավիրում գրադարանը, յուրահատուկ և ջերմ են մարդիկ, ովքեր այս պահին Համո Սահյանի անվան ընթերցասրահում են, ծափահարություններ ձեզ։ Սիրելիներ, այսօր առաջարկում ենք մի փոքր այլ ձևաչափ, առաջարկում եմ հետևյալը։ Մենք Համո Սահյանի անվան գրադարանի ընթերցասրահից ուղիղ եթերում ենք, միացված են ոչ միայն հանրապետության, այլ նաև Սփյուռքիի, մեր բոլոր միկրոֆոնները, հեռուստախցիկները, և մենք հեռուստառադիո տաղավարում ենք, և այս հեռուստառադիո տաղավարում, որտեղ Անահիտ Նավասարդյանը և Կարեն Վարդանյանը զրուցելու են շատ սիրված արտիստի Հարություն Ֆոդուլյանի հետ։ Ուրեմն եկեք պայմանավորվենք, որ մենք միասին հեռուստառադիո տաղավարում ենք, պայմանավորվենք, որ մենք ուղիղ եթերում ենք, ես հիշեցնեմ իմ լավ բարեկամները, մանավանդ թատրոնի մարդիկ շատ քաջ գիտեն դա, բայց հիշեցնեմ մյուսներին, ուղիղ եթերի ոսկե կանոնը, կարճ, կոնկրետ, բովանդակալից։ Մնականություն, տիկինանային համեցեք, և իհարկե այս պահին, ուզում եմ, որ ձեր բուռն ծափահարությունների ներքո դիմավորենք մեր սիրելի արտիստին, Հարություն Գևորգի Ֆոդուլյանին։ Եվ ուրեմն բարեկամներս, ինչպես պայմանավորվեցինք, մենք ուղիղ եթերում ենք, սա ռադիո հեռուստատեսային տաղավար է, այսինքն միաժամանակ հեռարձակում է և ռադիոյով և հեռուստատեսությամբ, այն ինչին մենք սովորենք Տիկին Անահիտի հետ ստերեոստուդիա Արմենակով հեռուստաընկերության 5-ամյա հեռարձակմամբ, իսկ ստերեոստուդիան ընդհանրապես 20 տարի էր, որ ուղիղ եթերում էր։ Հանդիպում հանդես, ասել է Ֆոդուլյանը, հայրենադարձ էր, մասնագիտության տեր աշխատավոր մարդ։ Մայրս Վարդուհին տնային տնտեսուհի էր, հայ կնոջ ավանդական հոգեբանությամբ։ Եվ ինչպես գրում է թատերագետ, գրականագետ, երջանկահիշատակ Գևորգ Աբաջյանը, ծնողներն իրենց որդուն ներարկել են և աշխատասիրություն, և համեստություն։ Ուրեմն Ֆոդուլյան ազգանունը գալիս է իհարկե մեր արևմտյան Հայաստանից։ Ֆոդուլ նշանակում է հպարտ։ Հպարտ, պապս ասում էր համ հպարտ են, համ ճաղատ են, համ էլ հպարտ են, տենց խոսք կար։ Ֆոդուլ է եղել, այդ շատ հպարտ մեր պապերը շատ հպարտ են եղել, այդպես Ֆոդուլյան է գնացել։ Հայրս Գևորգը երևի աշխարհի ամենաբարի լավ մարդն էր։ Եվ իհարկե այդ թվերին նրանք հայրենադարձ էին, եկել էին 46 թվին, այդպեսի ազնիվ մարդիկ իրենք և իրենց ընտանիքները երևի ավելի շատ խեղճ էին ասում իրենց ազնվության պատճառով։ Սա ազնվության հետևանքներն են, մենք այդպես ենք ապրել և միջև հիմա ուրախ ենք և հպարտանում ենք դրան։ Մայրս տնային տնտեսուհի էր, շատ շնորհքով կին էր, ձեռքից ամեն ինչ գալիս էր, կար, ձև, հրաշալի երգում էր, գեղեցիկ կին էր, ափսոս իրեն չենք քաշել։ Բայց շատ հրաշալի ծնողներ եմ ունեցել, եթե
նորից Այո։ նույն ծնողները կուզենային։ Այո։ Նախորդ չէին իմացել։ Հանգստացեք, կապված քաղաքական իրադարձությունների հետ, հեծը մեծը։ Տարի հետո եկանք Հայաստան, դժբախտ դեպք էր պատահել, եկանք Հայաստան տղաս, որ հիմա արդեն 44 տարեկան այստեղ նստած է, 2 տարեկան էր։ Եվ նրան մերեն էլ իմաստուն էր, թե ինչի էինք եկել, չխորանանք դրան։ Դրանից հետո 40 քանի տարի չեկա Հայաստան, որովհետև քանի որ լույսերն են անջատվել են, երևի հետ մասին կարելի է խոսել։ Ինձ համար չի թող Հայաստանում։ Ուզում էին, որ ես աշխատեմ իրենց համար օտար երկրում։ KGB, բան, խալվալներ, չգիտեմ, սենց բաներ։ Մի խոսքով, այդ համը դերանից մենք գնացինք, չէին թողնում, վերջը պասպորտս մի կետ վերցրեցինք, գնացինք, այն ժամանակ մենակ Մոսկվայով էինք գնում գալիս, Դժվար է թվերին գնալը, 79 թվին։ Կնոջս ու տղայից դրեցին սամանյոտ, իսկ ինձ չէին թողնում որ գնամ։ Ժամերով այսպես նայում էին, աչքերիս մեջ ու ոչ բան չէին ասում։ Բարեբախտաբար ինքնաթիռը, որ պիտի թռներ Ֆինլանդիա, ֆիննական բաներ էրլայներ եւ նրանք բողոքեցին, սկսեցին ժողովուրդը դուրս գալ ինքնաթիռից, բողոքեցին, ասեցին մեր բանի թողեք, որ ինքը դուրս գա, որ նստի սամը, այդպես մի խոսքով դուրս եկան, հետո 40 քանի տարի չեկա։ Ժամանակները փոխվեցին, անցած 3 տարին ես գալիս եմ եւ ամեն տարի գալիս եմ եւ տեսա որ կարող է սրանից հետո գամ երկար մնամ ստեղ ավելի երկար մնամ կամ առաջներում այ 2-3 ամիս մնացել ենք բայց միտք ունենք ավելի երկար մնալ եթե հաջողվի կարծում եմ հաջողվի պատճառ չկա որ չհաջողվի ինչքան էլ այնտեղ ներկայացումներ արել են մենք այնտեղի խումբը ամենալավ թատերական խմբերից մեկը մենք ստեղծեցինք Ժան Մեշանյանը, Շակեն Ուպանյան, Շենա Շակեն եկա։ Ահա։ Սուրա բաշակեն չի։ Ասում են, անունը տուր պետը ձեռք Հա, նազենիկ իմանա։ Շատ լավ ներկայացումներ կաղաց, հրաշալի ներկայացումներ։ Առաջինը մոնոֆոնիկ պարտեզում, հետո կաղացին սերևցիցավ, հետո կաղացին ամնաբուժարևի համորեցից, ատվածներս որ կարողատի տեսնեք, հրաշալի բեմական դեկորացիաներով, Հոլիվուդի դեկորացիա սարքողներն էին սարքում մեզ համար։ Ոչ մի բանի առաջ չկանգնեցին, որպեսզի որակով լինի։ Հրաշալի դեկորացիաներով, որ նկարները, բաները, վիդեոներ կան, որ նայեք կհամոզվեք դրան։ Շատ լավ ներկայացումներ են։ Հետո Շակեն Ժանոն մնացածները շարունակեցին, ես որովհետև երկրից անդադ քաղաքից դուրս էի գալիս իր գործով, գնում էի ուրիշ նահանգներ, բաներ, նույնիսկ ուրիշ երկիր, չկարողացա այդ բոլոր ներկայացումները մասնակցել, բայց ահագին խաղացել են եւ շատ լավ դահլիճներով։ Վիլշեկ Իբիաթիեր, որը ամենահայտնի ինքնաթորական դահլիճներից մեկն է։ Ցավալին նա է, որ ամիսներով փոխում ես հետո 2-3 ներկայացում տանես չես։ Որոշեցի գասում անա, այն ժամանակ նոր ժողովուրդը, որ Հայաստանից գնացել է 43 տարի մի անգամ նույն ժամանակ, որ մենք ժողովուրդը մենք բեմին էինք գալու բարև ձեզ Սո հանդիսատես էր գալիս խելագարի նման Ձեր մոտից նկարել հնարավոր չի դեղանոցը Ես անջատում եմ
Մարդին բերեց, էլ նորություններից չեն խոսում։ Ինչքան նորություն կար սաղ պատմեցին, Էջմիածնից եկող մեքենաները կանգնացնում ստուգում են, ընդհարումները ինչ-որ մի խոսքով ու զանգ տվեցին էլեկտրոցանց, ասեցին վթարա, երբ կլնի չգիտենք, ես 3 շենքը, ես մեկը մերը ու են մի շենքը չունեն։ Բայց ուղիղ եթերը ոնց հալնելու։ Լավ, ես շտատիվը բանը բերեցի ներս անիմաստա, այնտեղ տեղ չկա կարգին դնելու։ Այն խեղճ կնոջն էլ ասում եմ մնա էլ չեմ խոսա։ Ասի չէ, ավելի լավ ես գնամ, դուք հանգիստ խոսացեք ձեզ համար։ Լավ, գնամ Անահիտի կողքը նստեմ ուղղակի լսենք առանց նկարելու։ Երբ անջատվե։ Ակտիվ գրադարան է, փաստորեն։ Որովհետև իմ առաջին շնորհավորանքները ես ստացել եմ այդ դերում, երբ խաղում էի, ես էլ սիրահարված էի իրեն, բայց ինքը սիրահարված էր ուրիշ աղջկային, հա, ու ես ամեն կերպ ինչ-որ խաղեր էի տալիս, որպեսզի իրեն գրավեմ, իսկ ինքը այն ժամանակ, ինքը ասում է մայրս սիրուն էր, մենք չէ, ինքը այն ժամանակ շատ հմայիչ երիտասարդ էր ասեմ, հիմա մենակ մի քիչ լցվել է, բայց ինքը շատ հմայիչ երիտասարդ էր և ասեմ մի բան էլ մեր մեջ շատ հյութալի շրթունքներ ունի։ Հիշում եք, դիկը մի հար, դեպքը մի հար, շրթունքներս ես դուք բլակ կուսեկած։ Մի խոսում իարգե կատակեր, բայց հիշողությունները, որոնցով իսվում ենք ձեզ էլ, արդեն 70 տարի ապրած։ Գնամ բերեմ կամերանս, լավ տեղ է, լավ չէր շրտարը հետ։ Եվ այդ համագործակցությունը։ Չէ լավ բաներ է պատմում։ Տեղը գտա։ Գնամ բերեմ։ Տերում եք, հուշերը, արվեստը, Են բիսեդկայում ինչ տխուր մտնոլորտ էր, սաղ YouTube էին նայում, լուրեր, նորություններ իրար հետ անընդհատ կիսվում, ջղայնանում, ստեղ ուրախ, գնամ շտատիվս բերեմ նորից։ Շատ սիրելի վաստակավոր արտիստուհի Շաքեթ Թումանյան։ Երկար չեմ խոսելու, նախ ուզում եմ ողջունել, որովհետև շատ երկար ճանապարհով պարտեզի միջով վազելով գալիս եմ, քանի որ դերասանները շատ պարտաճանաչ են ու ժամացույցին նայելով ասեցի, որ ես ուշացել եմ, ինչպես ներկայացման կվատանայի, այդպես էլ Հարութի երեկոյի համար ես վատացա։ Բայց ուզում եմ ասել, որ ողջունելու եմ, որ այսպիսի ձեռնարկ եք արել Հարությունին մեծարելու, ինչու՞ չէ, պետք է մեծարել, երբ որ մենք ասեմ, երբ երիտասարդ ենք, որովհետև հետո արդեն քինքին է, ով բազել չի։ Հարությունի հետ մենք Վաղեմի բեմական և ոչ միայն բեմական նաև կյանքում ընկերներ ենք առայսօր և մենք խաղացել ենք միասին հրաշալի դերեր իրար հետ։ Բեմում դա եղավ ամենաերևի լավագույններից մեկը դա Իֆիգենյան Ավլիսում, կարող եք հիշել ես Իֆիգենյան, Հարությունը
Աքիլես եւ այդպիսի հետաքրքիր զույգ բեմում չի եղել։ Եվ դրան հաջորդեց նաև ինչ խաղացինք իրար հետ բեմում շատ։ Վերջին զոհը, Արջը, Ատամնաբուժը, Վերջին զոհը Երևանում, որ ձայնագրություն էլ ունենք։ Եթե հոսանքները գա, դուք այդ ամեն ինչը ռադիոբեմականացում։ Ես պահել եմ ձեր ներկայացումը, ես պահել եմ։ Իմ մոտ տանը կա։ Հերուստա ներկայացումը։ Այո։ Կա ռադիոբեմականացում։ Ռադիոն կա, Ես պահել եմ։ Ջեք Լոնդոնի, Մարտինիդեն եւ Ռութ։ Հա։ Հարութ գնանք Ամերիկայում առաջի ներկայացումը, որ մենք գնացինք եւ որոշեցինք ստեղծել Վարդան Աճեմյանի թատերախումբ, առանց Հարությունի դա չէր ստեղծվի, որովհետեւ մենք իր աշակերտներն էին եւ հիշատակ իրեն որպես մեր ուսուցչի մենք որոշեցինք առաջին ներկայացումը անել ամերիկյան գործ եւ ես Հարութը եւ Ժանոն անցան գործի եւ ստեղծեցինք այդ թատերախումբը եւ խաղացինք շատ մեծ հաջողությամբ, որովհետեւ այդպիսի բան չէին դեցել, որ Սփյուռքում լիներ բեմի վրա մի առժամանակ աթոռ սեղան դեկոր Եվ երաժշտություն կար հետևից, որովհետև դնում էին իրենք Սփյուռքում երկու աթոռ, խաղում էին 4 ցամաք եւ ինչքան որ հնարավոր էր, այսինքն իրենց միջավ տաղանդով, բայց այստեղ եկել են պրոֆեսիոնալներ, 3 պրոֆեսիոնալ մեզ միացան, ոչ պրոֆեսիոնալներ, բայց մենք իրենց հասցրեցինք մեր պրոֆեսիոնալ մակարդակին, ուրեմն խաղացինք հրաշալի մի ներկայացում։ Դրանից հետո հաջորդեց Արջը, խաղացինք Ատամնաբուժն Արևելյան։ Ես ուզում եմ մի դեպք ասել, որ բեմը կառուցում էինք ինչպես Հարութը նշեց, մենք մեր ձեռքով։ Դեկորները, հագուստները, դե ես շատ սիրում եմ, եթե ես դերասանուհի չլինեի, կլինեի դիզայներ հագուստի եւ բեմի։ Ես հաստա, բայց ստացվեց, բայց ես օգնում էի։ Ուրեմն բեմը շուտ դնում ենք բան, տղաները բան, մեկ էլ Հարութը մեխը խփեց ուղիղ ձեռքի մեջ, ներկայացումից մի ժամ առաջ։ Խելագարվեցինք, Ժանը ուշաթափվելու էր, Հարութը ասեց ոչինչ, ստեբան չկա, ասենց մի հատ պլաստիկ կպցրեցինք, թե չկպցրեցինք, էլ չգիտեմ, արտահանեցինք, Ժիշկովպիսի առաջ էր Սեդայի։ Սեդայի, ու մենք էծելի խաչվել ես տղաճ։ Ուզում ենք ասել, որ մեզ համար ոչ մի դժվարին խոչընդոտ չկար, մենք բեմ պիտի բարձրանայինք, ամեն ինչ դառնում ազես, մենք բեմի վրա ենք, մենք ժողովուրդ հանդիսատեսը նստած, մենք պետք է մեր կարելին և անկարելին անենք, որ բավարարենք ձեզ։ Ես չգիտեմ, եթե հիշես որևէ մի բան, որ իրար հետ արել ենք, ես չհիշեցի։ Ես հիշում եմ, ոչ չէ։ Ուրեմն փորձել անում ենք Շաքե հենց տանը։ Շաքե հենց տունը էսկան էր։ Իրանց դնջասենյակը, հյուրասենյակը, խոհանոցը էսկան էր։ Ուրեմն Արմանը 2 տարեկան էր, երևի 2-3 տարեկան էր անկյունում էր գնաց։ Անդա Նեշանյանը երգչուհի օպերայի այնտեղ խոհանոցում կանգնած էր, նստելու տեղ չկար, մենք ստեղ փորձ էինք անում, հետո գնում էինք աշխատանքի։ Ուրեմն այդ նույն շենքում ապրում էր Աննայի մորաքույրը, Մայրանուշը, մեծ կին էր, բայց Աննա Նեշանյանի մորաքույրն էր։ Ուրեմն մի օր այդ հայերը կողքի ապրողները վերևի հարկի, ուրեմն գնում են Աննայի բանը, Մայրանուշեն ստուն կոֆե խմելու։ Եվ ասում են Մայրանուշ, Շաքոր, չէ, Մայրանուշին են հարցնում։ Մայրանուշ ասում են, Շաքեն ու Ժանոն, ոնց են, լավ են, ասում է, ինչու ես հարցնում, ասում է, իրենց տուն է միշտ գրվի ձայն գուկա, փորձ ենք անում են ենտեղ, ասում միշտ գրվի ձայն գա էլ ենտեղից, ասում է, չէ, շատ լավ են, չէ, ասում է, Մայրանուշ ջան, գրվում են, Եվ գիտես ինչն է հետաքրքիր, նույն թեմայի շուրջ են միշտ տանում։ Ասեմ ինչու են լսել, որովհետև սենյակում
էին։ Աշանեք դրե բարձացել են Վերևի Վերև էին բացանում, առաստաղին կպած ու վիճում էին, կեզ դրա համար իրաց ոչ շատ այսօր էստեղ ես, կեզ մեծարում են Ժանոն հիվանդանցավ և հարկուղ կպա վերեկի շերվանից լավ գալու էր ինքն էլ մի երկու խոսքել, որպես մեր ռեժիսյորը, բայց շնորհակալություն ուշադրության համար Հարութ ջան Բարեկամներս հիմա այնուամենայնիվ չենք մոռանում, որ մենք Համո Սահյանի անվան գրադարանում ենք։ Չենք մոռանում, որ Համո Սահյան պոեզիայի կենտրոնի նախագահ Նաիլի Սահյանի և գրադարանի տնօրեն Նազենի Աղզումանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել այս ջերմ հանդիպումը։ Ուզում եմ սիրով հրավիրել Համո Սահյան պոեզիայի կենտրոնի նախագահ Համո Սահյան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրի Սահյանին։ Համեցեք Ես շատ կարճ կխոսեմ, որը Ֆոդուլյանը ծանոթ չեմ եղել, Միացյալ Նահանգներից ընկերը զանգահարեց, ասեց շատ լավ մարդ է գալիս, ասեց բնորոշ ես, ասեց իսկական հարկ, արվեստի մարդ, ասեցի հերիքա, ինձ ես ամեն ինչի մեջ ինչն է հետաքրքրում, վերացան հրաշալի է, իտ գործ արել է հրաշալի է, բայց մի մարդ, որը 45 տարի ապրել է, հայրենիքից դուրս, ու շատ ավելի հայ է մնացել, քան շատերը, որոնք ծնվել են, ապրել են ու այստեղ են, շատ շատերը, ինձ դա է, բոլորից շատ դա է հուզում, որտեղ օտարության մեջ եղել եմ գիտեմ մարդկանց հետ ինչա կատարվում, Հարություն ջան շնորհակալ եմ, որ դա այնպիսին ես, ինչպիսին կաս և ժողովուրդը շատ իմաստուն բաներ ունի ասացվածքներ, ասում արածդ մի օր դիմացդ է գալու և քո արածի դիմաց հայ արվեստին ցուցաբերած ծառայությունների համար դուք պարգևատրում եք Համո Սահյան ոսկե մեդալով։ Վկայական է։ Դուք արժանի եք և եկավ ձեր դիմացը ձեր չվուզվես։ Կարվեք։ Կարող եք Դա մի մարդ է, որ ես ծանոթացա, երբ որ ես մեդալը տալիս էին կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանին և այդ օրվա հանդիսավարը ես էի և այդ ժամանակ երբ ծանոթացա ես Գագիկ Ասադուրյանի հետ շատ կարող մի մարդ, շատ նվիրված մի մարդ նվիրված հայրենիքին, նվիրված նմանավանդ Համո Սահյանի խելագար և Համո Սահյանի համար ինչ-որ պետք է լինում, այդ մարդը մեծ ջանքեր է գործադրում, որ իրականացնի, մեծ պլաններ կան։ Գագիկի հետ ծանոթացա, ասեց, որ գնում ես Հայաստան, ասեց, հանդիպ ճիշտ ասած, ես ուզում էի խույս տայի, բայց ինչ կարիք կա այն։ Բայց երբ որ ծանոթացա Նայրի և Նազենին, տեսել մի անգամ, ասեցի, չէ, ուրեմն անելու ենք։ Իրեք, հանդիպել Համո Սահյանի գրադարանում, հանդիպել մարդկանց, ովքեր սիրում են հայ պոեզիան, նամանավանդ Համո Սահյանին, և հնարավորություն, որ ես կարող եմ այսօր ձեր բոլորին տեսնել մի տեղ,
իմ դասընկերներին, ոմանց 55 տարի չէի տեսել, իմ խաղընկերներին, իմ ազգականներին, այստեղ մարդիկ կան, որ նոր եմ ծանոթացել, այնտեղ Արմեն Ուրա, Արմեն Համբարձումյան, այնտեղ մարդիկ, որ ես այստեղ եմ Հայաստանում եմ ծանոթացել, բայց այսօր ես առիթը ես ոնց կարող էի բաց թողնել եւ շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ եւ շատ զգացված եմ։ Սրանից մեծ բան ինձ համար չէ դրի, որովհետեւ իմ գործերի 99%-ը Համուսարյանը, որովհետեւ ես Համուսարյանով եմ ապրում։ Առանց դրա ես գոյություն չունեմ առանց Համուսարյանի։ Ես ամեն օր խոսելուց Համուսարյանից բաներ եմ ասում, մեր մարդիկ զարմանում են, թե ինչ եմ ասում։ Ես լսում եմ Համուսարյանի բոլոր ձայնագրությունները, այն 3-4 տարեկան, 10 տարեկան երեխաները, որ արտասանում են, YouTube-ում դրված է, ես նրանք ամբողջ օրը լսում եմ, որովհետև չեմ կշտանում, կշտանալու բան չէ։ Անգիր չգիտես ոչինչ։ Դե ասա էլի, ասա մի բան, հենց ես մեդալի կապակցությամբ բան ասել։ Գերենք ասենք, որ լուսակ մի տվեք էլի։ Զանգեք ասեք։ Ուրեմն Սահյանը ասում է, Եղիշե Չարենցը ասում էր, երևի մի 10 գույն է ավելացրել մեր գրականությանը։ Եվ ինքը համեստորեն ասում էր, որ ես երևի մի գույն։ Ամեն անգամ այդ վիդեոն որ նայում եմ չեմ համաձայնում, երևի մի 20 դու ես ավելացրել։ Եվ իրոք այդ տեսակ մարդ է, բայց համեստություն էր։ Բայց ասում էր աշխարհում միշտ բաց են եղած դռները սկրնքի վրա։ Ելնողին չեմ ասել արի, մտնողին չեմ ասել գնա։ Իմ ձեռքին ինչ որ ունեցել եմ, բացի այս մեդալից, աշխել է, ձրի, և հացի պատառը վերջին, և վերջին կաթիլը ջրի։ Աշխել եմ եղացի չապով, չեմ ծրել մարդիկ, երբեմն բուրբուր եմ բաշխել, երբեմն հատիկ առ հատիկ, բաշխել եմ կրակ, կորով, ժպիտներ, ուժ ու ժամանակ, թե մեկից մի բան եմ խնայել, ցավն եմ խնայել մենակ։ Բաշխել եմ ինչ որ տրվում է աշխարհում միայն մեկ անգամ, եւ որքան առատ եմ բաշխել, դժգոհ եք եղել դուք այնքան, ասել եք, խոսել, բողոքել եւ անգամ նախանձել որ կամ, կոչել եք դժկամ ու դժնի, ժլատ եք կոչել ինձ անգամ, արել եք եւ բաղձանք եւ կյանքս ծվեն արծվեն եւ ինձնից առածի տեղակ հոգսեր ու ցավեր եք տվել։ Որքան էլ ինձնից հեռացել դուք միշտ եղել եք ինձ մոտիկ, մարդիկ ինձ շատ եք չարչարել, բայց էլի դուք լավն եք մարդիկ, բայց էլի դուք լավն եք մարդիկ ասում են որերորդ անգամ, առանց ձեզ ոչ միայն ապրել, ես մեռնել չեմ կարող անգամ։ Ժամանակները փոխվել են, պատերազմ, Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան, Ադրբեջան, Պարսկաստան, չգիտեմ ինչ, այսօր ԱՑՑ-ն մտել է եկեղեցի, այսօր խառն աշխարհը խառն է, այնպես այս մարդը տարիներ առաջ, այս ամեն ինչը տեսել է, տարիներ առաջ այս ամեն ինչը գրել է, ես չեմ հասկանում ինչ է կատարվում եւ ինչ պիտի անենք։ Մենք այս տեսակ աշխարհ ենք ուզում թողնենք մեր երեխաների, մեր թողներին, չէ։ Համար խառնում են աշխարհը։ Խառնը շփոթ է դարել, չես հասկանում ինչ է։ Եվ ասում է եւ Սարյանը ոնց որ ինքն ասում, այս տարիքից ասում ես միշտ հարց եմ տալիս ինձ ու աշխարհին։ Ինչու են մարդիկ աշխարհը խառնում եւ ինչ են ուզում մեկը մյուսից, երբ սովորական մի բարի լույսից աշխարհը ավելի բարի է դառնում։ Բրավո։ Ուզում եմ նաև այնուամենայնիվ, որ մեր պլանավորած պահերը փոքրիկ իհարկե կտրդերով նույնպես են չեն։ Սիրելի Անահիտ, խնդրում եմ այդ փոքր հատվածը ներկայացնել։ Հարություն Ֆոդուլյանի մասին թատերագետ Գևորգ Աբաջյանը խոսել է։
Աչքի առաջ ունենալով ստեղծագործական գործունեության առաջին 5 տարիները։ Այստեղից էլ ահա այս ձևակերպումը, այդքան կարճ ժամանակում գործունեության այսքան ընդարձակ շրջանակներ ընդգրկելը ոչ բոլոր երիտասարդներին է տրված։ Նշանակում է, որ երիտասարդ դերասանին վստահում են ռեժիսորները։ Եվ վստահության հիմքը այլ բան չի կարող լինել, քան դերասանի աշխատասիրությունը, բարեխղճությունը եւ իհարկե ամենակարևորը շնորհալիությունը։ Երևի ամենադիպուկ ձևակերպում բնորոշումներից մեկն է, որ տվել է Գևորգ Համբարձումի Աբաջյանը, շատ եմ ուսումնասիրել, դա նաև գործի բերումով է, դա նաև հետաքրքրասիրությունից ելնելով է, բայց այն օրից ես վերադառնամ ռադիոթատրոնին, կներեք ինձ հարազատ շրջապատ, Տիկին Շաքե, պարոն Ֆոդուլյան, սիրելի Հասմիկ, Մայրանուշ Գրիգորյան, Մարիամ, ես հարավից ավել բան եմ Հարություն, ասա, հարավից ավել ներկայացումներում գլխավոր դեր եմ խաղալ։ Գեցեք։ Եթե չասեի մաղնը ֆիշտայի։ Չէ։ Բայց ընկանեմ ես բարի համպույր մաշկիկ չէ։ Հա, այդպես է։ Անցավ, եսի մորացեք, սենց բան չկա։ Թեպ, բաղարար։ Չէ, ասեք, որ մենք դրան անպայման։ Չէ, ես ժամանակ չունեմ, ես դինալ եմ։ Ասել եմ Հարութին, ասել եմ։ Համեցեք, ուրեմն ձեր խոսքը լսենք։ Հարություն ջան, երկու խոսք խնդրում եմ։ Այո։ Երկու չէ, Կամաց խոսակ չկա, ես սիրում եմ Հարութին, Շաքեին, Հասմիկին, բոլոր նրանց, որոնց հետ ես ապրել եմ իմ կյանքը։ Եվ այսօր ուրախ եմ, որ Հարութը այդպես է մտածել իր ընտանիքով, իր մտածողությամբ, իր ճրտերով, երեխեքով, հայրենիքով, հայրենիք հասկացողություն կա, որը ֆանտաստիկ մեծ արժեք է, սարունակում է, ֆանտաստիկ մեծ արժեք։ Ուրախությանը սահմաններ չկա։ Ես հիշում եմ, որ Ջանիբեկյանը կար Արուս հետ խաղում էին։ Հա, արա, խաղում էին արդեն, մեկ էլ ես բորն եմ գայացում։ Աշխարհները շուրեր է։ Բայը, աշխարհները շուրեր է։ Ասեցին, ես թատրոնոր եմ ընդունել։ Ասեցին, պետք է խաղաս դու խուճուր տղան։ Էդգարին, ինձ են ասում։ Էդգար Էլբակյանի դերակյան։ Մեծ տղան պետք է բալոտիային խաղա Հարութը, միշտ մեկ տղան Ռուդիկ Ռևոզյանը խաղում է Խոստիկյանի դերը։ Խոստիկյանի դերը։ Ես ասեցի, մենք ասեցի իրաց թողնիկ ենք գալիս, աչին ասել։ Դրանցին խոսել, են կարող խոսել չի։ Ասում աչին դա վեմադրել, խաղում ենք այդպես։ Վերջում իհարկե բոլորս խաղացինք սիրով, այդ հրաշալի տաղանդավոր մանկաց, այդ տաղանդավոր բարիս բուր իմաստով։ Վերջում եկավ ասեց, հիմա ասեց ես իմ նոր տնեքիս հետ միասին նկարվում եմ իմ թատրոն եկած հանդիսատեսի համար։ Գրկեցին Արուսնեվան նկարվեցիք, հիշում եք ճիշտ է։ Այդ ուրախությունը, այդ սերը, որ կար ու հանգարց իմացա, որ Ֆոդուլը դնում է։ Այդ ոնց որ մի հատ նետով իմ սրտի մեջ սիրտս ստակերին էր իրականում եմ։ Ես էլ եմ ասում Ամերիկա, առաջադեմություն, թատրոն, կինո, առաջի տեղ, ինչա կատարում, բայց ես մեր փոքրիկ Հայաստան, ես փոքրիկ հարությունն է, մեր աշխարհը, մեր մեքիաթը։ Ու եւ հանդիպեցի Ամերիկա, կատարել են ես կանգնել եք իրար, ասին լսում եմ, իմանում եմ, որ Շաքեին, Ժանարին, բոլոր եկն ասին, համախմբված թատրոնի Սունդուկյան, թատրոնի պատիվն է պահում։ Խաղում եք դա Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, դա հայոց ազգի մեծագույն հրաշալի աննման թագավորություն է ուղղակի։ Ծափարեց Սունդուկյանը։ Մենք մեծացել ենք ուժեղ հրաշալի մարդկանց մեջ Սունդուկյան թատրոնում և Հայաստան երեկոներ։ Բարոյս եկեք ծառոտան, մենք պետք է միասին աշխատենք։ Անպայման։ Եվ լավ գործեր այն մենք շարքեն բոլորս նստել։ Հիմա
հիմա եկեք ուրեմն Տիկին Ջուլիա դուք խոսեք անպայման։ Բայց եկեք երաժշտական մի փոքր այսպիսի միջոց անենք, եւ մանավանդ որ առանց այդ հոսանքի, գիտեք, առանց մուսով կապոչվածի մարդը կենթանի կատարումով հիմա եւ հանդես գա Վահրամ Թադևոսյան, Վահրամ Թադեով մեկ Ուրախ եմ անչափ, որ այնպես ու դադիբել, որ այսօր ես նաև ձեր կողքին եմ։ Այն օրը շատ ուրախացա, երբ իմացա դուք եք անում Նազենին ասեց, եւ նույնիսկ ասում եք, թե ինչ եք երգելու այսօր, շատ այդ դուք ասեք երգել։ Ես ճիշտ ասած, այս եթե ծրագիրը չեք փոխել։ Ճիշտ ասած, հա, եթե Լույսի հետ կապված։ երբ որ լույսը տարան, ես ասեցի 1000 ափսոս։ 1000 ափսոս։ 1042 ափսոս, գիտես ինչ ջուրը։ Ես կարծում եմ դեռ կդիտեք։ Ես հույս ունեմ, որ շուտով կգա։ Բայց հիմա մեր Վանո Տադեոն կկատարի Սահյանի մայրս երգը երաժշտություն Սասուն Պասկևիչյան։ Այո։ Հա, չէ փոխվել է։ Ես ուզում եի 1000 ափսոս Մոկաս Միրզան երգել։ Այսինքն նա երգայի ժամանակ երբ ուզանալու։ Լավ, երբ մուսակը կնգա, ես ուղղակի խոսք եմ տալիս։ Ուրեմն մեր շատ սիրելի Անո Սահյանի խոսքերով գրած մայրը ստեղծագործությունը կատարել։ Գուցե այս երգից հետո տանուց է։ Այ, ուշում է։ Աստված առաջ։ Երկու բան ասեմ Գուրգեն Հակոբյանի մասին, շատ մարդիկ չեն ճանաչում իրեն, բայց
30-ական թվականներին Արութը լավ կիմանա, Ջուլիան այդ պատմությունները շատ լավ կիմանան այս պատմությունը ինչ-որ ասելու են, երևի շաքեն, եթե ուրիշներն են դիրեն, բայց ամենայն դեպս ասեն։ Գեղամ Հարությունյանին դու գիտեք, ժողովրդական արտիստ, հրաշալի դեր ինչ լավ ձայնում։ Գեղամ Հարությունյանի կնոջը չեկան, եկավ Գյումրի թատրոնի գրիմանոցում գլխից խփեց, սպանեցին։ 30-ական թվականներն էին, մարդկանց աքսորում էին, մարդկանց ինչ ասես անում էին։ Եվ Աջեմյանին ուզեցին աքսորել հենց այդ ժամանակ։ Գուրգեն Հակոբյանը դեմ էր խոսել Չեկային, Աջեմյանին չաքսորեցին, Գուրգեն Հակոբյանին աքսորեցին, Սիբիր։ Նա 50-ականների վերջին եկավ Հայաստան, արդեն ԲՍՖՍ-ի վաստակավոր արտիստի կոչումով եւ ամուսնացել էր Ռոմանովների ցեղից, ասնավական ցեղից մի կնոջ հետ։ Ես իմ կյանքիս մեջ այդ տեսակ հմայիչ կին չեմ տեսել, դուք համաձայնեք ինձ հետ թե չէ։ Այդ կնոջը ես տարիներ տեսել եմ, մի բառ չեմ լսել այդ կնոջ վերանից։ Սա գալիս էր մտնում էր թատրոն, ամբողջ թատրոնը սառում էր, որ ասում են հմայքը թափվում էր վրայից այդ կինն էր։ Ուրեմն Գուրգեն Հակոբյանը շատ 69 տարեկան էր, կամ 70 մահացավ մի անգամից, ստացավ սրտի կաթվածք ու մահացավ։ Աջեմյանը խելագարվեց, որովհետև ամբողջ կյանքը նա Գուրգեն Հակոբյանին նայում էր որպես իրեն փրկիչը եւ Գուրգեն Հակոբյանը շատ բան մարդ էր այն մարդ, դիսցիպլինայով այդ վերջին զոհը նկարելուց մի բառ այդ Աշոտը սխալ ասեց, մի բառ, այդ մի բառի համար այս ամբողջ բուժողությունը նորից նկարեցին։ Այդ Գուրգեն Հակոբյանը մի հատ լվաց կարեց մեծ, որ այդ կյանքերում չեմ որանում, շատ բան մարդ էր։ Մի խոսքով Գուրգեն Հակոբյանը մահացավ, Աջեմյանը խելագարված թատրոնը մանել է, չէր խոսում ոչ մեկի հետ։ Բարձան երկրորդ հարգեի բարձանում են բուֆետի առաջ, Աջեմյանը ասեց, Արսեն, երկրորդ հարկ, ապրես, ասեց Արստեղ, ասի ինչը Վարդան Նիկիչ, ասեց, վաղաչի միսուր ասեց Գուրգենի թաղումն է, կառավարական թաղում ալներ, և ասեց դամբանականը դու ես կարդալու։ Ինչ դամբանական, ինչ բան, ես ինչ պիտի ասեմ, ես ոնց կարամ, ջայլ 22-23 տարեկան եմ։ Ասեց, չեմ անում, ասեց, մի բան կասես, ու գնաց, համար գունես չի տանում, ես ինչ պիտի ասեմ քաղաքը, վերջը, եկավ, թաղման օր եկավ, գնացինք, կառավարական մարդիկ կաննել են բան, և Աջեմյանը վերգաց, կաննեցին դեր, ինչ-որ բաներ եմ ասել, բայց ինչ եմ ասել, բայց սարցակապես չեմ իշում, երևի չգիտեմ ինչ եմ ասել։ Տարիներ հետո նոր գլխի ընկավ թե Աջեմյանը ինչ արեց։ Կառավարությունից նեղվել էր, չէր ուզում, որ կառավարական անդամները ելույթ ունենային այդ օրը։ Ու ընտրել էր մի հատ անմեղ, մի հատ երիտասարդ բան, որպեսզի մաքուր մնա այդ մարդու հիշատակը։ Դա այդ Գուրգեն Հակոբյանն էր, որ Աջեմյանը Աստծո պես սիրում էր։ 22 օր հետո Աջեմյան մահացավ։ Հարություն Ֆոդուլյանին մենք սիրով Ֆոդուլ էինք ասում, երիտասարդ տղա տեսքով, ես շատ բան չեմ ուզում խոսեմ, չերկարացնեմ, ինքը շատ դեր է խաղացել, հրաշալի ձայն ուներ, որ բոլորը գայթակղում էին այդ ձայնով, բացի ռադիոյից և թատրոնից կինոստուդիայի դուբլաժներին միշտ մասնակցում էր, և ես ուզում եմ հիշեմ Հարության Հաստատուն Հյուսիսից, որ խաղում էր, Արտակ էր խաղում Ժենյայի հետ, Ավետիսյան, և Ժենյան շատ արտակներ ունեցավ այդ ընթացքում, որ խաղում էր, բայց միշտ ասում էր Ֆոդուլը ուրիշ էր, Ֆոդուլի հետ ուրիշ տեսակ է խաղում։ Այնպես որ թատրոնը, գիտեք ինչ, բարդ միջավայր է, այն շաքեն հրաշալի կերպով մտավ թատրոն, Դեզդեմոնա խաղալով, Սիրունիկ, երիտասարդ աղջիկ, որ նայում էիր,
Հիմա այս տարիները ոնց են թռնում Շաքե ջան, չգիտեմ, թե մենք ենք մեծանում, թե տարիներն են թռնում։ Հիշում եմ պրեմիերան։ Հիշողություններ շատ կա։ Եվ այն ժամանակ Սունդուկյան թատրոնը իրոք Սունդուկյանի թատրոն էր, այնքան մեծություններ ունեինք, մենք այդ մեծերից շատ բան ենք սովորել, արդեն շուրջ 60 տարի է ես թատրոն ունեմ, մինչև հիմա սովորում ենք, Այն ժամանակ մեծերից ենք սովորում, նոր ջահելներից ենք սովորում, որովհետև փոխվել է ժամանակները, ասում եմ մի երկու օր առաջ թատրոնում ներկայացման էինք, ասում եմ, չգիտեմ, ասում եմ, երևի ժամանակ դա փոխվել թե ինչ, ախ ոնց որ մեր թատրոնը չլինի, առաջվային Սունդուկյանի թատրոնը չլինի, ավելի շուտ երևի պետք է փոխել երիտասարդական թատրոն անունը դնել թե ինչ, բոլորը երիտասարդ են, մեծերը ոչ մեկը համարյա թե չի խաղում, մի դեր թե բան, հիմա այդ շրջանն է, Հարութ ջան, նենց որ Ֆիգարոյի ամուսնությունը մոռացա։ Ֆիգարոյի ամուսնությունը ո՞նց կմոռանամ։ Հարութը Ֆիգարոյի ամուսնությունում խաղում էր կամ Հարութը որ թատրոն էլի եկավ, ջահելը, Ռուձիկը Հարութը Այդ ինչ ուրախություններ, այդ ինչ քեֆեր էին կանում, երգում էին, պարում էին։ Այդ է, որ գնացին այդ կործերի։ Այդ եկար։ Այն լավ շրջաններ, անթափ գնաց։ Այո, քո գնալուց հետո միջև 88 թիվը ոչինչ, նրանից հետո արդեն ամեն ինչ փոխվեց։ Դե հիմա ոչ եկել եք, հավաքվել եք։ Ամեն ինչ փոխվեց։ Ինչ եմ ուզում ասեմ, շատ ուրախ եմ, որ Ֆոդուլ ջան, եկել ես, անցյալ տարի ենք մենք հանդիպել, ինքը Անդավաճան ընկերա Ժենյայի տարոնել էր եկել Ֆոդուլը, այնպես որ ամեն շատ լավ, և քանի որ Համոսահյանի գրադարանում ենք, ես չեմ կարող Համոսահյան չկարդալ, ինչ անեմ, աչկերս փակեմ, անրջեմ ու բանամ նորից, Հուշերս հավաքեմ մեկ-մեկ ու մտքով մահկանամ նորից, կորստի սարսափը հերքեմ հույսերից շիկանամ նորից, հավատամ մարդուն, աշխարհին, մոլորված չմնամ նորից, չգիտեմ ուր եմ հասնելու, չգիտեմ երբ եմ հասնելու, ճամփա է, նստեմ այս քարին, շունչ քաշեմ ու գնամ նորից։ Եվ մի բաներ ուզեցի կարդամ, տարիներս, ուր գնացին տարիներս, կանաչ, կարմիր, սև, սպիտակ տարիներս, իմ սարն ու տակ, ծուր ու շիտակ տարիներս, ուր մնացին խեղճ ու կրակ, ոտաբոբիկ տարիներս, իմ թևավոր, իմ թևաբեկ, իմ վիրավոր, իմ ձիավոր տարիներս, ուր մնացին, Որքան ցավեր տվին առան, որքան սևեր տարիներս, որքան չասված խոսքեր տարան, որքան չասված սերեր տարիներս, այս ինչքան շուտ վրա հասան իմ ծուպավոր, ասուպավոր տարիներս, մեն մի օրով գային և աճունիս վրա լային, իմ բախտավոր, աղետավոր տարիներս, կանաչ, կարմիր, սև, սպիտակ, ապրած, բոլոր տարիներս։ Ժամը 6-ն է, մոտարապես ժամը կես։ Չեղավ լույսը, այդ ոչինչ, ելնում էր 3 ժամ, մի անգամ 4, Միայն դու մի բարձրանամ այրիկ
բայց իսկապես ես ոչ մի կերպ դրա պատասխանը տալ չեմ կարող։ Կորնելը նույնպես չի կարող։ Ինչի պատասխան։ Դրանց մոսկովյան նշանավոր պարտավորների բանդ է։ Իսկ չէ որ դա նշանակում է վերջ համբավի անվան ամեն տեսակ բարգի։ Այդ դեպքում պետք է գտնել ապայման պետք է։ Պետք է հասկանալի է, պետք է բայց ինչպես գտնել։ Ապա ինչպես։ Այդպես փորձել բանտ նստել կամ գնդակը ճակատել։ Ինչ սոխալի բաներ ես ասում։ Դե եթե դա սոսկալի ուժում փող։ Սպասի թող մտածեք։ Հիմա ինքն է։ Գլաֆիրա Ֆիրսովնա, շատ ուրախ եմ ձեզ տեսնել համար։ Դե պետք է ուրախ չես, բայց ոչինչ անեմ չես կարող։ Ես խուզարկության եմ եկել։ Ուղղակի Գլաֆիրա Ֆիրնա ինչ լիազորության։ Կորուստուն ենք մենք։ Կորուստ։ Ինձ լավա ուղարկել եմ որպես սիշչի։ Դե դու ուղարկի ակաշեն մոտ ես։ Ինչ կորուստին չեք որոնում։ Հրեական գործը եղտա է կենտրոնի մորոն եք որել։ Ուրին ալավորն եմ փախել է։ Իսկ ինչու եք դուք նրանից ինձ մոտ որոնում։ Հապա որտեղ որոնեմ, նա ուրիշ տեղ չուներ գնալու։ Արավոտյան ասում էր փախչելու եմ նրա մոտ։ Ձեր հաշիվների մեջ սխալվել է Գլաֆիրա Ֆիրսովնա, ձեր խորամանկությունը չանցավ։ Դուք չէիք արդյոք նրանից մոտ ուղարկել, որպեսզի հետո հանցանքի մեջ բռնեք եւ ինձ հարկադրեք ամուսնանալ։ Իսկ ինչ գործ ունեմ ես, ամուսնանում ես դու նրա հետ թե չես ամուսնանում։ Շատ ուժիտ ունի Իրինա Լավրովնա։ Հա, լուրերն արդեն հասել։ Ուր են ձեր միլիոնները։ Կային, բայց այլևս չկան։ Դու էլ լավն ես, հա, երևում է քեզ միայն փող է հարկավոր։ Ես դու հոգին փնտրիր, թե չէ փողն ինչ է, փողը, փող, այ թե ինչ կասեմ քեզ, դու ինձ լսիր, ես հասկացող կին եմ։ Ես նույնպես հասկացող մարդ եմ Գլաֆիրա Ֆիրսովնա, ես գիտեմ, որ հոգին փողից թանկ է, ես այդպիսի հոգի գտել եմ մի անհանգստացեք։ Այդ որտեղից ես այդպիսի հազվադեպ կին ճարել։ Այդ կինը Յուլիա Պավլովնա Տուգինան է։ Իսկ դու կարծում ես ես չգիտեի։ Այո, բարի լավ կին է։ Նա հիմա էլ կա։ Կա, մի գնատես ինչպես կա։ Սիրելի, սպանեցի դուները։ Չեք ասում սպանեցի։ Եթե շարագուն սպանեցի, ես ձեզ չեմ հասկանում։ Մերավ եղբայր։ Չիվանություն ինչ է գնալում երեքն առողջ եւ առողջ։ Արավոտյան ողջ էր, երեկոյան մերավ։ Դատարկ բանը չի կարող պատահել։ Ինչ մի դժվար բան է մեռնելը։ Ներսը մի բան պայթեց, մի բան փոխվեց եւ վերջ։ Ես ձեզ չեմ հավատում, ինչու պետք է առողջ մարդը հանգած մեռնի։ Պետք է բարոյական մեծ ծնծում կամ վախ։ Եղել է, այդ բոլորը եղել է։ Լավ էր Միրոն ինչ է գնացել է եւ պարահանդեսի հրավիրատոմս է տարել եւ հրավիրել է Ֆրիկի, Իրինա Լավրովնայի եւ Վադիմ Գրիգորիչ Դուլշինի նշանագրության։ Սիրտը պայթեց եւ վերջ։ Դուք սուտ եք ասում։ Դուք ուզում եք միայն տանջելից։ Իսկ ինչու հապալած չեք լինում։ Հոլա չիրնի այդպիսի կնոջ համար պետք է քասիրտ ունենա։ Բավական ինչքան երեք լաց եմ եղել։ Թաղելու լինեմ, նորից լաց կլինեմ։ Սա։ Ես հանցագործ։ Եվ դու ինձ պետք չես, և ես ոչխոտի պետք չեմ։ Գլաֆիրա Ֆիրսովնա! Գլաֆիրա Ֆիրսովնա! Գլաֆիրա Ֆիրսովնա, Տիվակորովա շատ փող ունի։ Միլիոն ուզիր ինձ։ Վաղուց պետք է խելքի գայր։ Բար ինձ նրա մոտ Գլաֆիրա Ֆիրսովնա, հենց հիմա։ Սպասիբա, կարգը ես ինչ ունեմ, բացի։ Թատրոն սիրողը թատրոն իմացողը տխրեց, իսկապես տխրեց։ Տխրեց թատրոնի մարդը, տխրեց Սոս Սարգսյանը եւ իր տխրությունը հանձնեց թղթին հետեւյալ տողերով 1991 թվական բարակույրից այս կողմ, նույնիսկ էջերն եմ հիշում, պարոն Ֆոդորյան, 28 եւ 29, որովհետեւ այնքան հաճախ եմ դեր ընթերցել, որովհետեւ այն ցավն է, որ իսկապես այսօր էլ ինձ հետ խոսում է։ Ժամանակին չգուրգուրեցինք, փակագծերի մեջ վարպետը նշում է, ծիծաղելի խոսքեր, գուրգուրել, սիրել, խնայել, խնամել, Սունդուկյանի աստղ դարձած տաղանդաշատ Շաքե Թուխմանյանին, մեծն մետաքսիայի տեղը թափուր մնաց, անտարբեր, գուցեև հաճույքով, բաց թողինք նույնքան օժտված Ժան Նշանյանին, Հարություն Ֆոդուլյանին, երիտասարդներ
ովքեր այսօր պետք էին լինելու, ովքեր լրացնելու էին մայր թատրոնը։ Ես ռուսական դպրոցի ուսանող եմ, դրա համար չեմ ուզում ծավալվել, բայց որտեղ այնտեղ ամեն ինչ կապ ուներ։ Այ հենց որ նայում էին, չէ՞ վերջին զոհը, դուք զգացիք, որ սա ռուսական ռեալական դպրոցն է, Վարդուհի Վարդերեսյանը, Հարություն Ֆոդուլյանը, Շակետ Ուխմանյանը, այն երիտասարդ տղանաշոտ Ղուկասյան, այո, միշտ մոռանում եմ Ղուկասյանի ազգանունը, այդ ռուսական մահացա։ Կանգարում ավտոբուս սպասելուց մահացա։ Ինչու մեջ բերեցի վարպետի միտքը, որովհետև մենք հիմա դիտելու ենք նրանց խոսքը, ովքեր օվկիանոսից այն կողմում են, բայց էլի իրենց կապը չեն կորցնում հայրենիքի հետ, չեն կորցնում ամենակարևորը Համո Սահյանի անվան գրադարանի հետ։ Խնդրեմ։ Ես շատ ուրախ եմ, որ այս կարևոր գործում ընդգրկվել է իմ լավ ընկերս Հարութ Ֆոդուլյանը, որը իհարկե Սփյուռքում շատ մեծ աշխատանք է տանում հայրենիք Սփյուռք հարաբերությունների բարելավման հարցում։ Սիրելի Արաչուն, ինձ համար գերագույն հաճույք է իմանալ, որ Երևանի Համո Սահյանի անվան գրադարան եւ հաջողություն քեզ քո ձեռնարկին։ Հարություն Ֆոդուլյան, սիրելի Հարութ ջան, ես այնքան ուրախ եմ, որ դու հիմա գտնվում ես Համո Սահյանի անվան գրադարանում, դա գրադարան չի, դա ուղղակի մշակութային կենտրոն է։ Վայելի Հարութ ջան, վայելի, կոլեկտիվը ես չունեցա ժամանակ, կոնե դու վայելի։ Ես շատ ուրախ եմ քեզ համար։ Իմ սիրտին էի, դու իմ բաժինն էի, և իմ բագինն էի, խառնված էի, դու շնչին էությանս, այրս, դու իմ միակն էի, ինչպես Հայաստանս, մայրս, դու իմ միակն էի, ինչպես Հայաստանը։ Մայրս, դու իմ միակն էի, ինչպես Հայաստանս, մայրս, դու իմ միակն էի, ինչպես Հայաստանը։ Շատ լավ երեկո էր։ Շատ լավ։ Բոլորովին չհոգնեցինք, 4 ժամից ավել տևեց։ Ես իհարկե շատ քիչ մասը նկարեցի, ավելի հաճել է ճիշտ ասած լսելը, շատ իհարկե, լսելը, տեսնելը, այդ նկարահանումները քեզանից շատ բան են խլում, էլի։ Ուշադրություն։ Ուշադրություն։ Վերջի երգիչը ոնց էր, Վանո Տադեո։ Տադեո։ Վահրամ Թաթևոսյան։ Հա։ Շատ իմ վրա ազդեց այդ երգը։ Դե գնացինք, ասել մեր մեքենան։ Այո։ Ժողովուրդ ջան, լավ մնաք։ Ստեսություն ձեզ։ Ստեսություն ձեզ։ Միշտ առողջ։ Եվ խաղաղ երկինք։ Այո։ Եվ գնահատեք արվեստը, նորից եմ կրկնում։
Զսիրեք, Դու ես նորից կրկնում։ Ասելով չի անեիդ։ Դա ինչ ուժ է էլի, ինչ էմոցիաներ է մարդկանց տալիս։ Հա, այդ Ամոսահյան շատ լավ էր կարդում։ Հա։ Դե ուրիշ դերասաններ էին կարդում, լավ էին կարդում, բայց ինքը անկրկնելի է կարդում։ Հա, իդեպ YouTube-ում ալիք ունի Հարությունը, ես մի վաղ դնում էի։ Այս անգամ էլ կդնեմ, ներքևը հղումը կդնեմ, եթե ուզենաք։ Ես լսում էի կակրաս Համոսահյան, Սահյան։ Այո, կդնեմ ներքևը։ Հղումը ինքը Հայաստանում էլ բանայակի ահագին նկարել է։ Այո։ Առանց մեկնաբանության, բայց շատ լավ նկարահանումներ էին, այո։ Ներս։